Պարոն Թաթոյանին ես որ լսում եմ, հաճույք եմ զգում։ Ոնց որ իմ մտածելակերպն է իր մեջ մարմնավորված կամ հակառակը։ Ես բոլոր դեպքերում իրան եմ ձայն տանում։ Եվ մակարդակն է բարձր խոսելաձևը, եւ պաֆոսն է, եւ արտաքինն է, դա էլ նշանակություն ունի։ Հարկ ասում, որ մեր հայ ազգի մեջ դեռ կան այսպիսի մարդիկ, որ մտածում են ազգի պետության համար։ Կարևորն է, որ ինքը ինչ որ խոստում տալիս է ժողովրդին, ինքը իր խոստումի տեր մարդա։ Տեղյակ եմ նրա ազնվությանը, գիտեմ թե ինչ կրթություն ունի եւ դա շատ կարեւոր է մեր երկրի համար, քանի որ մեր երկրի կառավարողները լինեն կրթված, միանշանակ ճիշտ ընտրությունը կլինի ձայնը տալ պարոն Թաթոյանին։ Մենք ունենք իրականություն, երբ մեզ ներկայացնում են թե պարտավորականությունը դա նորմալ է, զիջումը դա խաղաղություն է եւ հարևան պետության կողմից մեզ ներկայացվող տնային առաջադրանքները եւ մեր լռությունը դրանք կայունություն են։ Մենք այստեղ ենք ասելու, որ ոչ, որ չկան այնպիսի իրավիճակներ, որ մենք միասին չենք կարող հարցերը լուծել։ Միավորվելով, նաև հավատալով պարոն Թաթոյանի քաղաքական լիդերությանը, մենք միասնաբար համոզված ենք, որ կարող ենք փոխել այս Մենք պետք է աշխատենք, որ մեզանից հետո եկող սերունդների համար կամ խնդիրները լուծենք, կամ հնարավորինս քիչ խնդիր թողենք։ Մենք ասում ենք, որ ի սկզբանե առողջապահությունը, բժշկական օգնությունը պետք է լինի անվճար, ամբողջությամբ անվճար, եւ դա հնարավոր է։ Այսօր տեսեք ոնց է։ Ծնողը ունեցավ գումար, կարողացավ տար պարապելու երեխային, լավ կպարապի, ասենք, այդ տարի կփորձի, մյուս տարի կփորձի, բայց երեխան էլ մեծ հաշվով գիտի, որ դա ծնողի հույսին է եւ եթե ծնողը հանգարց հնարավորություններ չունեցավ, չի էլ կարողանում որևէ արդյունքի հասնել։ Առհասարակ այսօրվա ավագ դպրոցի համակարգը ինքը չի ծառայում իր նպատակին։ Այսօրվա ավագ դպրոցը դարձել է մեր երեխաներին սովորեցնելը, ապա մոտիվացնելու տեղ։ Եթե մենք բոլորս միասին ունենանք պատասխանատվություն, հավատք, հաստատակամություն, ապա անպայման կհասնենք այն արդյունքին, որի համար բոլորս